Սիրելիներ, բարի լույս, առավոտ ժամը 8-ն է, ինչպես միշտ բոլորին թողել եմ քնած և եկել եմ իմ սուրճը խմելու, ընկերներ ջան, իմ սիրելի վայրում, հետո նոր գնամ պարզվեց ջուրն ենք մոռացել վճարենք ժողովուրդ, այստեղ հաշիվները տպված հենց նամակի ձևով գալիս են տուն և դու ոնց որ պետք է դա վերցնես, գնաս կամ սուպերմարկետներ կան, որոնք ընդունում են, կամ փոստ գնաս, էլեկտրոնային ջուրը չունի ցավոք սրտի։ Ու հենց բերել են ժողովուրդ, վերցրել ենք ու մոռացել ենք մայիս ամսից մինչև հիմա խայտառակոցին, պետք է հենց հիմա գնամ ուծեմ, բայց իրանք ոչինչ չեն ասում, ոչ մի չեն անջատում, դա ձեր վրա տենց նման պարտք է, ձեր անվան վրա։ Այստեղ կոմունալ ծառայությունները ոչ թե տանն են կապված, այլ մարդուն։ Այսինքն, եթե օրինակ դուք տունը վարձով տաք, ընկերներ, եւ ձեզ մոտ կա նոր վարձակալ, ինքը պարտավոր է բոլոր այդ կոմունալ ծառայությունները փոխի իր անունով, աղբահանությունը, ջուրը, լույսը, գազը, ամեն ինչ, այսինքն վարձակալը որևէ կապ չունի այդ վճարումների հետ, ընկերներ։ Այդպիսով այստեղ շատ հետաքրքիր ձևով է դա կազմակերպված եւ վարձակալը ինքը պետք է իր անունով վերցնի։ Եթե չմուծեց ու թողեց գնաց, այդ իր անունով էլ մնում է։ Տանտերը դրա հետ որևէ կապ չունի։ Երևի դա միակ լավ բանն է։ Այնքան հետաքրքիր առավոտը նայել մարդկանց այստեղ, ժողովուրդ, առավոտից արդեն լիքն է դեպ ասել եմ ձեզ, ժամ 6-ից 7-ից։ Այս բոլորի ժամ անցնա, այստեղ ժամանակ անցկացնելը դա պարտադիր է, ընկերներ։ Այնպես որ հետաքրքիր գալիս եմ, ասեմ նոր բան իմացա, կապուչինո chiaro chiaro, այսինքն կապուչինոը, որի մեջ ավելի շատ կաթ է, քան սուրճ։ Ես հաշվի կառնում, որտեվ ես այդպես եմ սիրում, ես չգիտեի որ տենց բան կա։ Այնպես որ բարի լույս ընկերներ։ Ժողովուրդ, կրկին բարի լույս ձեզ։ Ես գնացի խանութ, հետեկա տուն, եկա այգի, մի անգամից այն ինչ որ գնել եմ, ուզում եմ թողեմ ստեղ, հեսա ձեզ ցույց տամ ինչ եմ գնել։ Ժողովուրդ, չդիմացա, այսպես մի հատ ռոզմարին եմ վերցրել, ասենք ինչ փոքրացնեմ ու ձեզ լավ երևա։ Ռոզմարին վերցրեցի, ինձ հոտ ունի, հիմա մնում է հասկանամ ուր եմ տնկում։ Վերցրեցի ուրեմն այսպես զուկինի, սել, վերցրեցի բող, կարմիր բող, հա, ճիշտ եմ ասում։ Իտալիայում ասում են ravanello։ Այս վերցրեցի ու վերցրեցի ձուկա, մամա ջան, չեմ կամ հիշեմ ձուկան, ժողովուրդ, այսպես գլխիցս թռնում այս բառերը, չեմ կամ հիշեմ ձուկան, դա դդում, տեսակ հիշեցի, դդում վերցրեցի, ինչի, որովհետև այս հետևները որ նայում եք, ստե գրած է երբ պետքա տնկել, գրած է, եթե ուզում եք ամբողջ հողի մեջ տնկել, 7-րդ ամիսը հələ կարելի է, այս բոլորը հələ 7-8-9-ից ավելի շատ կարելի է, հիմա հələ ինձ մի խորհուրդ տվեք, այս ծառի մոտ, այս հատվածում էլ, այս որ սենց նստելու տեղ կա, ասում չբերեմ ստեղ հողը լցնեմ, են լավ հողը, ու այս ռոզմարինը տնկեմ ստեղ, ու գնամ մի հատ էլ շալֆե առնեմ, շալֆե չգիտեմ հայրը ոնց է, սալվիա իտալերեն ասում են, մի հատ էլ առնեմ, են էլ են անկյունը տնկեմ, հե ժողովուրդ, իսկ այս եմիշը ուզում եմ այս ծառի տակ տնկեմ, մեկ կա ինքը սենց տարածվող բանա, չէ, իսկ այն զուկինին բան ստեղ կբերեմ, ինչ եք ասում, բանիմաց ժողովուրդ, դուք ինձնից բանիմաց եք, ոնց անեմ, հələ նայք զուկինիները արդեն լավ աճել է, բայց սոխը ընդհանրապես դեն չկա, մերուկը լավ էլ աճում է, այնա արդեն լավ, տերևները մեծ, ես չեմ հասկանում, ես իրանն է, թե ես ինչ-որ անկապ բան է աճում, հա, չէ, անկապ, թե չէ, պոկեմ, թե չպոկեմ ժողովուրդ, բա որ իրանն է լինի, թե իրանը մենակ ես դեղինն է, չէ, բերեք պոկեմ, այն փոխանակ հոգով պոկեմ, չգիտեմ ոնց պոկեցի, հլդայք իշքան ծաղիկ կա տվե, հիմա այս սաղ ծաղիկները ժողովուրդ, այդ միրգն է, հա, ես ճիշտ եմ հասկանում, հեսա նայք, այս ձմերուկի ծաղիկն է, հենա նայք, ես իմ ժողովուրդ, չեմ հասկանում ոչ ման, մեր մեջ ասած, հետաքրքիր է ռուկոլան մի քիչ աճեց երեկվանից այսօր, ես նենց եմ սպասում, ոնց որ սամ դանա, բայց ահագին աճել, ահա, բավականին է տվել է, ասեմ հեսա այս զուկինին բան ստեղ կփորեմ, կամ ստեղ, կամ ընդեղ, հետեղ հեսա կտնկեմ, տեսնեմ որ դե կարելի է տնկել, այս մեր երեկվա գործունեության արդյունքն է, այս մեր ռուկոլաներն է,
Բիբարներն է, հələ նայեք։ Նայեք ստեղ, հələ ստե նայեք։ Ոնց սստա, հենա նայեք, երևում է։ Այս երևի քաղցր բիբարա։ Ինձ թվում է։ Լիքն է վրան, լիքը, ժողովուրդ, լիքը կա։ Բայց հիմա ժամանակ չունեմ ոչ նայեմ, ոչ ջրեմ։ Գնամ տուն, որտեղ էս ինչ ոնց համեցացի, հələ սրա չափը նայեք։ Այսքան էր հիշում եք։ Ոնց դարավ էս էս ծառ։ Ես շոկ եմ ապրում, ժողովուրդ։ Իմ նման մարդու համար, որը կյանքում սենց բաներ չի տեսել ու չի արել, շոկ է։ Ես ոնց եմ սենց ուրախանում ամեն այս փոքր բանի վրա։ Ստեղ չկա։ Ծաղիկներ կան։ Այ, տեսնենք ընկերներ։ Մի կոտ այս բամբուկից եմ սենց բերել, ասում կաղա պետք է սենց կողքը տնկել կապել, այսենց, հա։ Ինչ-որ ձևով ամրացնել, որ սրանք մնան, հա, ժողովուրդ։ Այստեղ ռուկոլան է, հիմա ասեմ մի հատ է սենց փորենք այստեղ շարք, 3 հատ ավելի ճիշտ, մեկը ձուկինին, մեկը բողկը, իսկ են բաննել, դդումն էլ ընդեղ տնկեմ, ինչ հասիկ, ժողովուրդ, մի քիչ ավելի խելամիտ տնկեմ, էլի ոչ սենց անկապ ոնց որ ես արեցի, բադրջանը չտվեց, ու հələ որ սոխը չկա, բադրջանն ու սոխը հələ որ ես ոչ մի բան չեմ տեսնում, կամ բադրջանը էն է, այն մեծ ես չգիտեմ, այդ ինչ է, գաղափար չունեմ։ Ժորդ, բայց այս հաճույքը սեփական տան, ցավս գիտեք որն է, որ մեր տունը առաջին հարկում է, Իտալիայում առաջին հարկ, այդ Երևանում երկրորդ հարկն է։ Ստացվում է ես իմ տնից sense մի անգամից չեմ կարող չէ գամ այգի, ես պետք է ոնց որ իջնեմ աստիճաններով այդ ընդհանուր, հետո քայլեմ էլի մեր փակ տարածքն է, մեր տան տարածքն է, հասկանում եմ, բայց մեկը ոնց որ տարածքով պետք է գա, որ նոր հասնեմ իմ այգին։ Ես կուզեի, որ sense խոհանոցի դռները կամ չի եմ, դռները բացեի ու մի անգամից հայտնվեի այգում, այսինքն այն իսկական սեփական տան բանը լիներ, բայց ինչ անեմ, էսա։ Կարող է Աստված տա, չգիտեմ, հետագայում լինի փոխել եւ իսկապես գնել սեփական տուն այդպիսի տեսանկյունից, որովհետեւ ինձ սա շատ դուր եկավ։ Որ ասեմ, ես ոնց որ ինձ համար, մեր համար, ինձ էլ ամուսնուս է, հա, այս փորձեր, ժողովուրդ, այս տունը, հա, որտեվ հենց մեր գաղափարներ ամենասկզբից առնել տուն անպայման Ֆլորենցիայում։ Մենք ինչ որ ֆիքսված ենք, որ տունը պետք է լինի Ֆլորենցիայում, իր սահմաններից դուրս չլինի։ Այսինքն, այստեղ ոնց է ասել եմ ձեզ, չէ, ոնց որ քաղաքը չի վերջանում, վերջ չունի, ասես շարունակաբար գնում, ամենակ անուններն են փոխվում, հա, այդ դրսի անունները, հա, ճանապարհի։ Բայց քաղաքը, եթե այստեղ վերջանա, նորը սկսի, դուք չեք էլ իմանա, որ այս կոմունան վերջացավ, ուրիշը սկսվեց, հա։ Բայց մեկը ես չգիտեմ ինչի, անենց ֆիքսված էի այդ գաղափարի հետ, որ պետքա ոչ անպայման տունը լինի Ֆլորենցիայում, հենց այդ անվան տակ, ինձ թվում էր, որ տրանսպորտը տենց ավելի ոնց որ հեշտ ու լավ աշխատել, չգիտեմ, ես ինչ որ տենց գաղափար ունեի, երևի ես սխալ էի։ Չնայած երևի էլ եմ ասում, մեր համար փորձ էր, իսկ եթե մեզ դուր չգար սեփական տուն, այդ ժամանակին չէինք անելու, իսկ sense ստացվում ոնց որ մենք փորձարկեցինք համ բնակարանի տարբերակը, համ սեփական տան, ոնց որ մի քանի բան իրար մեջ sense միքսվել է այս տան, բայց ես հիմա ձեզ ասեմ, չէ, ես ինչքան հիմա մտածում եմ, թեկուզ թող լինի Ֆլորենցիայից դուրս, բայց լինի սեփական տուն լիարժեք սեփ, այսինքն որ մենակ ես ապրեմ, նախ հարևան չունենամ, այդ ոչ մեկից չեմ ցանկանում ժողովուրդ, իհարկե լավ հարևանը լավ բան է, բայց ես ոնց հասկացա, այս երկրում դա հեքիաթների բաժնից է, դա հնարավոր չի։ Դրա համար ես մտածում չի, ավելի լավ ունենալ առանձին տուն։ Թեկուզ ստեղ օրինակ Ֆլորենցիայում եթե նայեմ, գնային տեսանկյունից, հա։ Մենք կարող ենք ստեղ առնել էլի սեփական տուն, նույնիսկ մեր փողոցի վրա։ Իհարկե ուղղակի սենց մեծ հողատարածք չի լինի, տունը եւ կարող է եւ նույն չափի ստացվի գտնել, բայց հողատարածք սենց մեծ դժվար թե լինի, որտեղ ծախում են այստեղ, պատկերացրեք սեփական տունը այսքան հող, այս սրա կեսով, կեսի չափը սրա պատկերացրեք։ Այտենց կա, լիքը կա, այս տան գնի, հələ ավելի ժանել, կարելի է գտնել ավելի սենց փոքրիկ մի կտոր, այսպես երկար մի հատ հողատարածք տալիս են, ոչ պարկինգ են ունենում սովորաբար, ոչ մի բան։ Բայց կարամ գտնեմ հենց այս փողոցի վրա, ավելի մոտիկ էլ կենտրոնին ու դրանից բացի իրանք կլինեն իրար կպած։ Այստեղ ասել եմ, չէ, կոչվում է Villetta Schiera, սենց պատերը իրար կպած գնում են, ոնց որ մի շենք լինի, բայց ամեն մեկը մի հատ սեփական տուն է։ Իսկ ես էլի դրա վրա ֆիքսված էի, որ իմ տունը 4 կողմից ազատ լինի, ոնց որ այս մեկն է։ Մենք լրիվ 4 կողմից ազատ կանգնած սենց շենք է, առանձնատուն է, 2 հարկ։ Իրականում 3, կիսանկուղ կա ասել եմ ձեզ։
Բայց երկու հարգա ոնց որ մենք ենք ու այդ մեր տակի հարևանն է, ուրիշ մարդ չկա, ոչ մեր կողքը, ոչ մեր դեմը, ոչ մեր հետևը։ Այդ շատ հարմար բան է մեր մեջ ասած, որ դուք տենց լրիվ առանձին եք, պատ չունեք հարևանի հետ, որտեվ շատ լսել եմ մարդիկ այդ պատից են բողոքում, մեկը ջուր ա լցնում այդ պատի վրա։ Ոնց հասկացա ժողովուրդ, ստեղ վեճերը հարևանների մեջ դա համար մեկ ոնց որ գործերից մեկն է։ Այն որ ում որ մեզ ասում ենք ծանոթներից, որ տուն ենք առել, ընդամենը մեկ հարևան կունենանք, ասում ենք ինչ եք խոսում, դուք չեք հասկանում, այդ մեկն էլ բավարար է։ Բայց մենք չլսեցինք, ճիշտը որ ասեմ, որտեվ ինձ տուններ շատ դուր գալի է։ Բայց տեսնենք ինչով կավարտվի մեր այս ամեն հեքիաթային պատմությունները։ Կարող եմ մի օր ձեզ պատմեմ, ուղղակի չեմ պատմում, որտեվ ենթադրում եմ, որ ինքը հանգիստ կարա իմ էջը տեսնի ու մտնի, լեզուն փոխի եւ հանգիստ լսի այն ինչով ես խոսում եմ։ Ես ոչ մի վատ բան ամեն դեպքում չեմ ասում, բայց չի ուզենա, որ պատմությունը տենց բացահայտվեր ու կարող է եւ որոշ ժամանակ հետո ձեզ պատմեմ։ Բայց ստանդարտ հարևանական խնդիրներ է, պատի, պատոհանի, որպեսզի դուք հասկանաք, էլի, ինձ լուրջ խնդիրներ չէ, էլի, հողի կտորի, հասկացաք։ Այդպես խնդիրներ է եւ բավականին ինձ համար տհաճ է, որովհետեւ ես տենց մարդ չեմ, ես երբեք ոչ մեկից ոչ մի բան խլելու ցանկություն չունեմ։ Ես ինչ որ իմն է, ես երբեք մոտիկ, օրինակ ասեմ ձեզ հասարակ բան, մենք այս տուն ավելի շուտ ենք առել, չէ՞, մի տարի շուտ ենք առել։ Եվ այդ մի տարվա մեջ այս դատարկ էր, ոչ մեկ չէր ապրում, ոչ ներքևը, ոչ մի բան։ Ես կարա ինչ ուզում եմ անեի, չէ՞, այս այգում։ Ես ինձ երբեք չհուլ չեմ տվել ժողովուրդ, նույնիսկ մտնեմ իր այգի։ Ինձ հետաքրքիր չի եղել։ Ես ունեմ իմը, ինձ ուրիշ բան հետաքրքիր չի։ Հասարին ոչ բոլորն են մեր նման ու փոխանակ դա ինքը գնահատի ու հասկանա, որ իր բախտը բերել է, ինքը դա չի հասկանում, բայց դե ամենևին իր խնդիրն է, մերը չի հաստատ, բայց ցավալի է, բայց այդպես է ընկերներ։ Ես չի ուզենա, որ տենց լինի, կուզենա ընկերական, հավես, մտնոլորտ լիներ, բայց այդպես է ընկերներ, ինչ որ ունենք, այն ունենք ընկերներ չեմ։ Այդպես ես գնացի վերև, սկսեմ իմ օրը, բոլորիդ մաղթում եմ բարի օր։ Ժողովուրդ, ուզում ձեզ ցույց մեր այս մի բալկոնի ծաղիկները մաքրությանը չնայեք, ջրել եմ, սաղ գնացել է։ Այս ով կհիշի, որ դպրոցից երեխեքը երկու հատ պուճուր ճյուղ էին բերել։ Պուճուր բարակ ճյուղ, այսպես։ Մի հատ նայեք ինչա աճ է։ Մի հատ նայեք այս սիրունությանը։ Այսքան աճել է այդ երկու բարակ ճյուղի, ժողովուրդ։ Այն բազիլիկա Այս սամիթնա, որը համարում եմ չկա, որտեվ ես չհասկացա այս ինչ էր։ Այս բազիլիկն է արդեն իր հոտով։ Այս լիլիաներն է, որը ես պատրաստում էի դեննետեի ժողովուրդ։ Առանց ոչ մի բան այսենց աճել է։ Հետո սկսեցի ջուր լցնել մեղքս եկա։ Սա կրկին բազիլիկա։ Նայեք։ Տեսնեք եփա աճելու որ ուտենք։ Այս ուրեմն ես սխալվեցի այն մյուս տերասայում դրեցի, այնտեղ արևը լրիվ հարավ է, վառեց ժողովուրդ, բերեցի ստեղ, սկսեց կանաչ տերևներ տալ կրկին։ Այս ածալյաներն են դե բնականա ծաղիկ չկա, սա օրտենզիան, նա ալոյ է։ Իսկ ես մի օրտենզիան, նայեք ստեղ։ Ամբողջը ծաղիկ ա տվելի։ Ես երկրորդ անգամ ա ժողովուրդ։ Մի անգամ արդեն ծաղկել է, լսրան նայեք։ Բայց գլուխները տենց մեծ չի, ոնց որ ես խանութից բերեցի, նայեք, սենց ինչ-որ մի այսքան բան է, իսկ այն այսքան էր։ Բայց էլի նույն վարդագույնն է, ու հետո տեսեք ինչքան շատ ծաղիկ է վրան։ Տեսնենք սրանք երբ ման կլնենք ծաղկեն ժողովուրդ։ Այն մնացած էլի։ Սա վարդագույնն է, նա սպիտակն է, սա այն մանուշակագույնն է։ Բայց սա ոչ մի ծաղիկ չի տվել, չգիտեմ, այդ նորմալ է, թե չէ։ Չեմ կարող ասեմ ընկերներ։ Ամեն դեպքում սա արդեն ժամանակն է ժողովուրդ, այս բոլորը պետքա տեղափոխել ավելի մեծ ծաղկամանների մեջ, իրանց հատուկ հողով, ստեղ ասում եմ ոնց որ թթու, հա, իտալերեն կոչվում է աչիդոֆիլի, այտենց հող է պետք, որը թթու է, աչիդո, թթու թե ավելի շուտ աչիդո, ոչ թե թթու, թթված, չգիտեմ ոնց թարգմանեմ։ Ամեն դեպքում հատուկ հող ասա պահանջում, սա էլ նույն հողն է, նույն ցեղից է սրանք էլի։ Այնպես որ ընկերներ, ես այս ամենը պետքա դեռ տնկեմ նորից։
Տեսեկով է իմ հետ տեղ զբոսնում Միշանը մեր առյուծնա պոչով հանդերձ իրա Սիրուն է, իսում սիրուննա Այս ինձ սիրուն աղջիկա, ճիշտ ոնց որ առյուծ լինի, բայց ինքը աղջիկա, ինքը շատ լավ աղջիկա, ինքը շատ բարի լավ աղջիկա, նու բարին խապեցի իհարկե չանգրանա, բայց շատ լավն է, Միշա բոլորին մի հատ գոնե բարելի, Միշա, սիրուն ես, Դե գնա մանարի, գնա առյուծ Ժողովուրդ Եկել ենք փոքրիկների հետ խանութ Իրանց համար մի քանի բան գնենք Կոշիկի խանութ ենք եկել Խանութը կոչվում է Սկարպա Արդեն տեսնում եք 50% զեղչ Միջև 50 իհարկե Եկել ենք տեսնենք ինչ ենք գնում այս փոքրիկների համար Բոլոր տեսակի բրենդները կան հեսա արդեն զեղչերով ամեն ինչով գրված անկերներ Տեսնենք ինչ են ընտրում իմ փուճուրները Չգիտեմ իրանց ինչա դուր գալիս Սա արժի 18 եվրո Բոլորը իտալական բրենդներ են Բոլորը Տեսնենք ինչ են հավանելու Սա է ամենահայտնի բրենդերից մեկը Բայց այս փուճուրիկների համար է լավ Primigi կոչվում Ոնց որ առաջին քայլերից սկսած այս բրենդը կա Լավ բրենդ է շատ հարմար կոշիկներ են Էրգոնոմիկ են Օրտոպեդիկ են, ամեն ինչ Ընկերներ, տեսնենք ինչ ենք ընտրում, իհարկե ձեզ ցույց կտամ հետո ինչ են գնել Գները հեսա մոտարպես ձեզ սենց ցույց տամ, որ պատկերացնեք ինչ արժեքն են Սա հսկայական խանութ է, որը ամբողջ միայն կոշիկ են վաճառում Մի քանի հագուստ կա, բայց հեչ բան են Ամենը կոշիկ է, փոքրիկների, մեծերի, տղամարդկին Տարբեր սեզոնների, ամեն ինչ ընկերներ, ամեն ինչ Գները ձեզ սենց պտտացնեմ, որ դուք Գները տեսնեք մոտավոր պատկերացնեք Ես արժի 16 եվրո Ամեն ինչ զեղչա էլի Հեսա նայք ստեղերի մակ 50% զեղչա Սենց կոշիկի կենտրոններ Սա խանութ չեմ կար ասեմ Կենտրոն ավելի շուտ մեծ Շատ են ընկերներ Եթե կլնեք իտալյան Բայց կենտրոնում չկան իհարկե Սրանք միշտ դերում են կենտրոնից դուրս Քաղաքի մեջ են բայց կենտրոնից դուրս Տարբեր են Նույնիսկ Հողաթափեր կան ամեն ինչ կա Այս արդեն գժվել են սրանք վերջ Ես գնացի զբաղվեմ Ժողովուրդ Մենք եկանք խանութից Եվ ինչպես և խոստացել էի Հիմա դες ցույց կտամ ինչ ենք գնել Վերցրել եմ ինձ Պումայից այսպիսի գուլպաներ 9.99 բայց 20% զեղչ էր վրան Այս մեկ Հետո ամբողջը ցույց կտամ ինչքան եմ ստացել Ուրեմն երեխաներից մեկի համար Վերցրեցինք սա, այսպիսի ամառային, թեթև, ենթադրում լույսիկներով, այո, լույսիկներով սենց բարբի կոշիկներ սենց ասած, զեղչեր բնականաբար, հեսա ձեզ ասեմ ինչքան է զեղչ, որտեղ չեմ հիշում, որի վրա ինչքան էր, ստեղ գրված է, 50% զեղչեր տվել եմ սրան 12 եվրո 49 ցենտ, հենց բարբի բրենդը, այնուհետև Վերցրել ենք այստեղ սենց բրենդ կա, իտալական բրենդ է, հենց կոչվում Ալեսիա Սրան վճարել ենք 22 եվրո 39 ցենտ, որտեղ 20% զեղչեր ընդհանրապես Այս մեծ աղջիկաս ենք վերցրել Այսպիսի Էլի շատ հարմար սանդալներ, ամառվա համար Այս ինչքան հասկանում լույս չունես, ավելի մեծի, լուրջ է լույս չունի Շատ հարմար էր, ինձ թվում է ինքը շատ լավ Արդեն ամառը սրանով կանցկացնի, ամեն դեպքում մեկ սեզոն են հագնում ընդհանրապես Դրանից ավել երբեք ոչ մեկ ոչինչ չի հագնում Այնուհետև փուճուրի համար վերցրեցի Դե Ֆոնսեկա բրենդից այս հողաթափերը, հիշեցի, հողաթափերը Զեղչով չէր, հենց իրակին էր 8 եվրո 50 ցենտ Ինչ շատ դուր եկա որարկի, աստիկա Եթե միտեղ գնանք, մեկ էլ տեսար, հարմար բերի Մեծ աղջիկս խելագարվում է այս խմբի համար, էլով է խելագարվում ասեք Keep Hope Demon Hunters, իր սիրելի խումբն է Ամբողջ օր իրանց նկարում է Չեք պատկերացնում ինչա կատարում այս աղջկան է սիրում Ռումին, էլով աղջիկ գիտեմ ձեր մոտ Էլով ա տենց բան սիրում
Այստեղ գինը չեմ տեսնում, բայց հիշում եմ 14.90 էր, թե ինչ որ այսպեսի մի բան։ Այնուհետև գնել եմ ինձ համար նաև, հեսա հետ եմ ցույց տամ։ Էլի էս Ալեսիա բրենդից եմ վերցրել։ Այսպեսի հողաթափ է, բայց դուրսը հագնելու համար։ Ինձ թվում է հարմար կլինի, այսպեսին են նրանք։ Շատ հարմար է այս ֆորման է, որ ոտը հենց ընկնում է իր մեջ, ինքը շատ փափուկ, բնական կաշի է։ Այսպեսին է, ներքևը իմ ոտը 38 համարն է, գրածա որ չի սղում եւ արտադրված է Իտալիայում։ Հիմնական ամեն ինչ հետ խանթում հենց իտալական անկերն է, այս մեկ։ Եվ մի հատ եմ ինձ վերցրել։ Էլի կրկին նույն բրենդն է, նույն ոճի կոշիկ, ուղղակի մի քիչ ուրիշ մոդել վերցրեցի, ասի փոքր կհագնեմ։ Եվ մեկն է վերցրեցի այս անկերներ։ Մի քիչ իսմաբի թիթիզ է այս մատ ձևով, ամբողջությամբ նույնն է, արժեքը արժեքները լրիվ նույնն է։ Արժեքը այսքան էր, 20% զեղչեին արի, դարել էր 20 եվրո, 25-26 եվրոյից։ Շատ հարմար է ամառը սրանցով բազը դսել եւ մի սեզոն հետո դեն նետել եկերներ։ Ամբողջի համար, ես հեսեք ոց ասում ես ամեն ինչի համար, վճարեցի 85 եվրո 75 ցենտներ։ Սա այն մեր գնումները այսօրվա դրությամբ, գնամ ամենը տեղավորեմ եւ կրկին վերադառնամ ձեզ։ Սիրելիներ, տնկեցի։ Այստեղ տնկեցի ծուկինին եւ բողկը, այսինքն երկար, սենց իրար կողք ցանեցի, ջրեցի այս ամեն ինչը, ստեղ տնկեցի ընկերներ դդումը, այսինքն երկար այս ամբողջ երկայնքով տնկեցի, հիմա ուզում եմ ջուրը վերցնեմ, որտեղ ռոզմարինն էլ տնկեցի ընկերներ, եկեք գնանք միասին ջրենք, այսպես նայեք, այսինքն ես հողը բերեցի լցրեցի, այս սև լավ հողը, ու այն անկյունում տնկել եմ, հույսով եմ լավ տեղ եմ ընտրել, չնայած ինքն հենց է մեծանում, ընկերներ, գիտեմ, որ մեծանալու է, բայց շատ չուզեցի այս կողմ գամ, որտեղ ստե արմատներն է ծառի, ասեցի հետո չխանգարի այդ արմատներին, ամեն դեպքում դեռևս այսենց հարեցես, լավ ջրենք, թող լավ կպնի, այսպես ջրեցի, վերջի մա տեսնենք կպնի, չի կպնի, կգնամ հեսա մի հատ էլ կառնեմ սալվիա, կտնկեմ կամ ստեղ կամ ընդեղ կողքը միտեղ, ու դեռևս այսքան է ես մասում, հետո տեսնեմ էլ ինչ կարելի է ստեղ ավելացնել ընկերներ, ինչ որ ծաղիկներ երևի, չգիտեմ, միգուցե էլի կանաչիներ, որ ստեղ հենց խոհանոցի կողքը լինի, կարող ես պատրաստել, մոտենալ վերցնել ու անգամից օգտագործել քո ճաշի մեջ։ Այսպեսին էր իմ այգին այսօր։ Ժողովուրդ, նենց եմ սիրում ես այս իմ տեսարանը, այսպես նայեք։ Սենց այս անկյունից որ չեմ նայեմ, քանի շերտ ծառա, այս առաջին, այն երկրորդ, այն երրորդ, սենց իրար վրա։ Այս անկյունը հիանալի է, ժողովուրդ, նենց սիրուն է, սենց բացում ես ու մենակ կանաչ ես տեսնում։ Ու այնքան տարատեսակ ծառեր, մի տեսակ չի էլի։ Ես առավոտ այստեղ նստում եմ եւ իմ նախաճաշն եմ անում մենակ, առավոտ շուտ։ Ամառը դրա համար եմ սիրում, շոկը չլինի։ Լավագույն սեզոնն է, այս կանաչը, այս գեղեցկությունը, գժվում եմ։